Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Երևանի ցանկությունը չմշակված լուծում է եւ կարող է հանգեցնել ձևավորված համակարգի փլուզմանը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սերգեյ Շոյգուի խոսքով դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն ըստ նրա վաղուց արդյունավետ եւ պատասխանատու կերպով աշխատում է Հայաստանում։ Վերջին 20 տարում հայկական երկաթուղիների համակարգում, այդ թվում շարժակազմում, ռուսական ներդրումները գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի, նշել է Շոյգուն։ Նա ընդգծել է, որ երկաթուղին նաև ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, հաշվի առնելով, որ հանրապետությունը չունի ելք դեպի ծով։ Այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցման հարցը։ Թբիլիսին վստահ է, որ դա լավ է տարածաշրջանի համար, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով նոր երթուղիները միայն կմեծացնեն տարածաշրջանի կարևորությունը կապակցվածության տեսանկյունից։ Ես որևէ ռիսկ չեմ տեսնում, Վրաստանը չի անհետանա քարտեզի վրայից եւ չի կորցնի ռազմավարական դերը։ Պարզապես կապերի մասին խոսողները երբեմն չեն հիշատակում Վրաստանը որպես Եվրոպայի հետ կապի օղակ, եւ դա կասկածի տակ է դնում նրանց կոմպետենտությունը, հավելել է դիվանագետը։ Նախարարի խոսքով որևէ երթուղի չի փոխարինի Վրաստանին, քանի որ այնտեղով անցնող ճանապարհի պահանջարկը տարեցտարի աճում է։ Նա հավելել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները։ Բոճորիշվիլին նաեւ հայտարարել է, որ Վրաստանը վաղուց անկեղծորեն ձգտում է դառնալ Եվրամիության անդամ եւ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք, որ երկրում խաղաղություն, կայունություն եւ ժողովրդավարություն տիրի առանց արտաքին միջամտության։ Սա նախապայման է Եվրամիությանը միանալու համար, շեշտել է նախարարը, հավելել, իշխանության հայտարարած նպատակն է մինչև 2030 թվականը պատրաստ լինել ԵՄ-ին անդամակցության համար։ Կիևից հաստատել են տեղեկությունը, որ Ժնևում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պաշտոնապես հայտարարված բանակցություններից հետո Մոսկվայի եւ Կիևի պատվիրակները լրացուցիչ բանակցություններ են անցկացրել։ Դրանք տևել են մոտ 2 ժամ, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում չի հաղորդվում։ Այժմ թիմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ զեկուցելու բանակցությունների արդյունքների մասին։ Ակնկալվում է, որ առաջիկայում շփումների եւս մեկ փուլ կանցկացվի, հնարավոր է կրկին Շվեյցարիայում։ Փետրվարի 18-ին կողմերը հայտարարել էին, որ երկօրյա հանդիպումների օրակարգում են եղել ռազմական, քաղաքական եւ հումանիտար հարցեր։ Հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել, սակայն հիմնական տարաձայնությունները պահպանվում են, հատկապես Դոնբասի հարցում։ Ժնևյան բանակցությունները մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին, հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումներում հնարավոր կլինի ավելի էական արդյունքների հասնել։ Նրա խոսքով կողմերի դիրքորոշումներն ավելի մոտ են ռազմական, քան քաղաքական հարցերում։ Ժնևում պատվիրակներն օրինակ քննարկել են հնարավոր հրադադարի մոնիթորինգի մեխանիզմները։ Ինձ համար կարևոր է հնարավորինս արագ դադարեցնել պատերազմը, սակայն մենք դեմ ենք տարածքներ զիջելուն։ Տասնյակ հազարավոր ուկրաինացիներ են զոհվել մեր հողերը պաշտպանելիս, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ու եվրոպական որոշ երկրներ քննարկում են Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրի հնարավորությունը։ Նա հույս է հայտնել, որ Կիևի հետ եւս կքննարկեն դաշինքում Ուկրաինայի տեղի հարցը։ ԱՄՆ-Իրան լարվածության եւ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ֆոնին Ռուսաստանի եւ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով երկու երկրի անձնակազմերը համակարգում են գործողությունները քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Ամերիկյան մամուլն էլ գրում է, որ Վաշինգտոնը շարունակում է մեծացնել ռազմական ուժերը Մերձավոր Արևելքում, սակայն Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերջնական որոշում դեռ չի կայացրել։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է որոշ ժամանակ տալ Թեհրանին գործարքի հասնելու համար, սակայն Թրամփը չի պատրաստվում անվերջ սպասել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտն էլ տեղեկացրել է, որ Ժնևյան բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ հարցերում կողմերի դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են։ Դիանա Գասպարյան, լուրեր։